Մենք պետք է մեր անձը քննողության ենթարկենք, երբ որ մենք պետք է մտածենք մեր կյանքի մասին, ինչ ենք անում, որպեսզի Աստծուն դուրեկան լինենք եւ այս կյանքի մեջ այնպես ապրենք, որ երբ որ կգա ժամանակը ու մենք այս ֆիզիկական կյանքից կհեռանանք, մենք ունենանք հնարավորություն Աստծո առաջ կանգնելու մի կողմից ցավոք սրտին շատ մարդկանց համար կեղնի ցավալի վիճակ, երբ որ Տերը կասի, ես քեզ չեմ ճանաչի երբեք, մյուս կողմից ամենաուրախությունը կեղնի այն մարդկանց համար, ում ինոր Աստված կժպտա ու կհրավիրի իր հավիտենական ուրախության մեջ, որտեղ որ ինքը պետք է մեզ հետ միասին հավիտենական լինի։ Եվ մենք այսօր հենց այդ ճանապարհի վրա ենք գտնվում, մենք գնում ենք այնտեղ, որտեղ որ ուրախություն է, որտեղ որ չի եղնի այսպիսի վիճակ, երբ որ մենք ցավում ենք մեր հարազատների համար, հիվանդություն, նեղություն, դժվարություն, ինչև անգամ մահեր է լինում, մենք ցավում ենք, որ այսպիսի ծանր վիճակներ է լինում, այնտեղ չի եղնիլու այդ բանը։ Այնտեղ պետք է ուրախություն եղնի եւ այդ ուրախությունը երբեք չի վերջանալու։ Ու այդ ուրախությանը ցանկալանով ու ձգտելով մենք պետք է հասկանանք, որ երբ որ մենք ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ, գիտեք, այսօր երբ որ դեռ սովետական միության մեջ ենք ապրում, աթեիստական երկրում, ճիշտ է, հավատքը միշտ կար, բոլոր, միջև անգամ նրանք, ովքեր իրենց անհավատ էին համարում, իրանք աթեիստներ էին համարում, ծածուկ իրենց մեջ կար Աստծո հանդեպ հավատք, եւ սա բոլորս էլ լավ գիտենք, երբ որ մի անգամ եղնում էր նեղություն, այն աթեիստը, որն ասում էր Աստված չկա, դեպի Աստված էր գոռում, խնդրում էր Աստծուն, բայց այսօր քանի որ մենք արդեն աթեիստական երկրի մեջ չենք ապրում, արդեն այդ ամեն ինչ հասկանալի եղավ, որ այս ամեն ինչը սուտ է, որ ասում են Աստված չկա, դա իրականություն չի, բոլորը այսօր տեսնում ենք ինչպես իրենց հավատացյալի տեղ են դնում, շատ անգամ երբ որ նայում ես մարդուն, տենում ես այս գմբեթավոր շինությունների ժամանակ, ոնց են կանգնում ու ոնց որ ասում են ռուսերենով ասում են դիմոնստրատիվնա, ցուցադրական, իրենց երեսը խաչակնքում են, ցույց տալով որ իրանք հավատացյալ են։ Մենք պետք է հասկանանք, որ այդպիսի հավատացյալի ու ճշմարիտ հավատացյալի մեջ մի տարբերություն կա։ Բացի դրանից, որ ճշմարիտ հավատացյալը ոչ միայն հավատում է, որ Քրիստոսը կա, հավատում է, որ Աստված կա, ճշմարիտ հավատացյալը ինքը Քրիստոսի առաջնորդությունը ունի։ Բացի դրանից, ճշմարիտ հավատացյալը, որպեսզի հասկանա, թե ինչպես առաջնորդվի Աստվածանով, ինքը ուսումնասիրում է Աստծո խոսքը։ Սա էլ պետք է գիտենանք, մենակ այն չի, որ այնտեղ խաչ ու մոմ են անում, մեր մոտ չկա այդ բանը, մեր մոտ ճիշտ են, այնտեղ սխալ է։ Եթե ես որպես հավատացյալ, այս խոսքը, որն որ կյանքի խոսք է կոչվում, այս խոսքը անտեսում եմ, բանի տեղ չեմ դնում, ինձ համար դիպմեկա կա թե չկա, այս ժողովին գալիս եմ, այնա կիրակի օրը գալիս եմ, բավարարվում եմ այս կիրակնորը 2 ժամանակ ժողով, մնացած ժամանակը ես տրամադրում եմ ես մարմնին բարելավման համար, ոնց ուտեցնեմ, ոնց խմեցնեմ, ոնց հագցնեմ, ոնց զբոսանցնեմ, որ այս մարմինը կարողանա իր ուրախությունը ունենա, սա ցավ է, որ շատ մարդիկ ավետարանական եկեղեցիների մեջ այդ վիճակի մեջ են գտնվում։ Ու այսօր ես ոչ թե ինչ որ մեկի մասին եմ ասում, որ մեկը ասի կարող է իմ մասին է խոսում կամ ում մասին է խոսում, ես ուզում եմ ամեն մեկս կարողանանք քննողաբար մոտիկանալ։ Այս գիրքը մեզ համար ինչ նշանակություն ունի։ Ես հիմա ես ավետարան նոր կտակարան եմ ցույց տալի, բայց մենք գիտենք որ գոյություն ունի Աստվածաշունչ, որն որ մեզ հնարավորություն է տալի, որպեսզի մենք ճշմարտությունը գիտենանք։ Եվ հավատացյալ մարդը, որն որ իրականում Քրիստոսի հետևորդը, ինքը չպետք է ոչ մի անգամ անտեսի այս գիրքը, այլ ընդհակառակը պետք է խորանա, հասկանա, թե ինչ է ուզում Տերը ինձանից, որպեսզի երեք մենք այնտեղ շարժուտում խոսում ենք, հիշում եք Ղուկասի ավետարանում Տերը ասում է, ինչի եք ինձ Տեր ասում, բայց իմ կամքը չեք կատարում։ Ինչի չեք կատարում իմ կամքը։ Չէ որ դուք ինձ Տեր եք ասում։ Դրա համար շատերը չգիտեն Տիրոջ կամքը, ինչ պետք է անեն, բայց մենք պետք է գիտենանք Տիրոջ կամքը, դրա համար ամեն ինչ անենք, որպեսզի Տիրոջ ասած խոսքերը մեզ համար օրենք լինի, որ մենք կարողանանք ասենք, այո Տեր, ես համաձայն եմ քո հետ։ Թեկուզև դա կարող է ինձ ինչ որ մի չափով իմ մարմնին հաճելի չլինի։
Ինչի եմ սա այս նախաբանը ասում, որովհետև մենք այսօր պետք է մի տեղից կարդանք, մի տեղ կարդանք, տեղից վերցնենք գաղափարներ, որոնց ես չգիտեմ դուք ինչքանով եք ծանոթ այդ բանին, Մատթեոսի ավետարանի մեջ 13-րդ գլուխը հայտնի է մի շատ կարևոր բանով, այնտեղ շատ առակներ կա։ 7 առակ, պատկերացրեք մի գլխի մեջ 7 առակներ կա։ Ու այդ 7 առակների մեջ Տերը երբ որ խոսում էր մարդկանց հետ, շատ անգամ առակներով էր խոսում։ Բայց քանի որ այդ առակները ունեին ոչ թե ֆիզիկական նշանակություն, որտեղ այնտեղ ցանքի մասին է խոսքը, այնտեղ խմորի մասին է խոսքը, այնտեղ ձկնորսության մասին է խոսքը, բայց Տիրոջ գլխավոր նպատակը ոչ թե ինչպես ցանել, ինչպես ձուկ բռնել, ինչպես խմոր հունձելը, դա չի Տիրոջ գլխավոր նպատակը։ Տիրոջ գլխավոր նպատակը ներկայացնելով ֆիզիկականը հասկացնի հոգևորը։ Ու մենք նորից եմ ասում, երբ որ Տիրոջ այդ առակները կարդում ենք, այսպեսի հիանալի առակներ, շատ լավ գիտեր, ինչպես կարելի է ցանել, ինչպես որոններն են դուրս գալի, ինչպես խմոր ունցելը, ձուկ բռնելը եւ ամեն ինչը Տերը շատ լավ տեղյակ էր, որովհետեւ ինքն էր ստեղծել այդ ամեն ինչը, ու մեզ հնարավորություն է տալի, որպեսզի մենք կարողանանք հասկանանք։ Ու եթե ինչ որ մի բան չենք հասկանում, հարցնենք, Տիրոջից հարցնենք, որովհետև երբ որ Տերը առակներով խոսած, պատկերացրեք մի փոքր ժամանակամիջոցում 7 առակ ներկայացրեց։ Մի փոքր ժամանակամիջոցում։ Ու ինքը, երբ որ ներկայացնում էր այդ առակները, աշակերտները բնական է պետք է մոտիկանային նրանց հարցնեին այս խոսքը։ Տեսեք ինչ է ասում Մատթեոսի 13-րդ գլխի 10-12 համարները։ Матфея 13 глава, 10-12 стихи. Եվ աշակերտները մոտ գալով ասեցին նրան. Ինչու առակներով ես խոսում նրանց հետ։ Նա էլ պատասխան տվավ ու ասեց նրանց. որովհետև ձեզ տրված է երկնքի արքայության խորհուրդները գիտենալ, բայց նրանց չի տրված։ Որովհետև ով որ ունի նրան կտրվի եւ կավելանա, եւ ով որ չունի ունեցածն էլ կառնվի նրանից։ Գիտեք, այստեղ Տերը բացատրում է, որ այդ ձեզ ու նրանց Սրանց մեջ ինչ տարբերություն կա։ Նրանք մենք մարդիկ ենք, բոլոր մենք լավ գիտենք, որ երբ որ Տերը գրեց իր ավետարանի մեջ, ասեց իր ավետարանի մեջ, Հովանու ավետարանի մեջ 3:16-ում Աստված այնպես սիրեց աշխարհը։ Բոլորս էլ լավ գիտենք, որ Տիրոջ սերը դեպի բոլոր մարդկությունն է։ Ասում է, որ իր միածին որդին տվեց յուրաքանչյուր մարդու համար։ Բայց ոչ ամենքն են որ փրկվում են, չէ՞։ Մենք գիտենք, որ նրան հավատացողը կփրկվի, չհավատացողը կդատապարտվի։ Ու այս ցավը, որ տարածված է ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք, որ այնտեղ այն ժամանակ, երբ որ Տերը քարոզում էր ու այս 7 առակները ներկայացրեց մի փոքր ժամանակամիջոցում, այնտեղ բոլորն էլ հավատացյալներ էին, հրեաներ էին, այնտեղ բոլորն էլ կենթանի Աստծուն ճանաչող մարդիկ էին։ Այնտեղ բոլորն էլ այն ժողովրդից են, որոնք որ գիտեին, միակ ժողովուրդը այն ժամանակ, որոնք ճանաչում էր կենթանի Աստծուն։ Բայց նայեք հետաքրքիր բան, այդ նույն հրեաների մեջ կային մարդիկ, ում որ պարզ էր, ումին որ Աստված բացում էր, ու կային մարդիկ, ովքեր որ այդպես էլ չհասկացան, թե այս հոգևոր վարդապետը ինչի է ցանքի ու բանի ուրիշ բաների մասին խոսում։ Չէ՞ որ պետք է հոգևորի մասին խոսա։ Իսկ ինքը վերցրել է ու խոսում է թե ինչպես պետք է ցանես, ինչպես պետք է խոմոր հունձես, ինչպես պետք է ձուկ բռնես։ Ձեզ տրված է, իսկ նրանց ոչ։ Ու մենք հասկանում ենք, որ շատ կարևոր է, որ մենք երբ որ Տիրոջ խոսքը լսում ենք, այ հիմա մենք Տիրոջ խոսքն ենք լսում, մենք հասկանանք, որ Տերը մեզ հետ խոսում է, որպեսզի մեզ օգնի, որ մենք կարողանանք այս ֆիզիկական կյանքի մեջ ճիշտ ուղղություն ունենալ։ Մեզ դա չի տրված, որպեսզի մենք սովորենք ինչպես պետք է ցորեն ցանենք, մեզ չի տրված, որպեսզի մենք սովորենք ինչպես խմոր հունձենք կամ ուրիշ բաներ ձուկ բռնենք։ Մեզ տրված է, որպեսզի մենք հոգևոր ճշմարտությունները գիտենանք ու այդ ճշմարտություններով առաջնորդվելով հասկանանք ինչ պետք է անենք այս ֆիզիկական կյանքի մեջ։ Ու նայեք այս հարցը, որ տրվեցավ աշակերտներից, հասկանալի է, որ աշակերտները հարցրեցին ինչի նրանց առակներով են խոսում, իրանք իրաց մասին չասեցին, հետաքրքիր է, ինչի ես մեզ հետ առակներով խոսում, այդպես ավելի ճիշտ կեղներ, չէ, բայց իրանք այնքան են իրանց վրա մեծ կարծիք ունեն, որ ասում են ինչի նրանց հետ ես խոսում առակների հետ, ու մեզ իրանց նրանց մեջ չեն դնում, բայց տեսեք, երբ որ արդեն ամեն ինչ
ասվեցավ, վերջացավ։ Այդ 7 առակներն են ներկայացվեց ու դու գիտեք որ այդ 7 առակներից երկուսը բարի բունի մասով Տերը դասավորված բացատրեց թե ինչ է նշանակում այդ առակների հոգևոր իմաստը վերջում 51-52 համարը ընտրում եմ ուշադիր լսեցեք այս համարը ինչ է ասում Տերը Մատթեոսի 13-րդ գլուխ 51-52 համարը Մատթեո 13 глава 51-52 стихи Հիսուսը ասեց նրանց իմացաք այդ բոլորը հարց տվեց իմացաք ինչի մասին եմ խոսում ասեցին նրան այո Տեր նա էլ ասեց նրանց սրա համար ամեն դպիր որ երկնքի արքայությանն է աշակերտել նման է տանտեր մարդի որ հանում է իր գանձը նոր եւ հին բաները Այս երկու համարներում երկու ճշմարտություններ է գրված, որ ուզում եմ ձեզ հետ ներկայացնել։ Առաջի ճշմարտությունը ինչպես հասկանալ ամեն ինչ որ Տերը ասել է, եւ երկրորդ ճշմարտությունը ինչպես մեր հասկացածը կիրառել մեր կյանքի մեջ։ Առաջի համարը մեզ այդ է ասում 51 համարը 52 համարը ասում է կիրառման մասին։ Ուրեմն առաջինը ինչպես է այն գաղափարները մեր կյանքի մեջ գործում, ինչպես է մեր անգաճներին հնչում եւ ինչպես ենք մենք հասկանում, շատ կարեւոր է։ Գիտեք, աշակերտներին երբ որ Տերը հարցրեց, դուք իմացաք այս բոլորը։ Ու աշակերտները ասեցին, այո, Տեր։ Գիտեք ինչքան մեծ պատասխանատվություն է, որ եթե դու ասես այո Տեր ու դու ոչինչ չհասկացար կամ ճիշտ չհասկացար, դու կշեղվես ու հետ ոչ թե մենակ դու ինքդ կշեղվես, այլ ուրիշներին էլ ումին որ դու պետք է քարոզես, ումին որ պետք է ներկայացես ճշմարտությունը, նրանց էլ իրանք ձեզ հետ միասին կշեղեք, մեզ հետ միասին կշեղենք։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ մենք այո Տեր ասում ենք, մենք դիմում ենք իրականում այն Աստծուն, որն որ ամեն ինչ գիտե, ու ինքը հասկանում է, որ ես գիտեմ, Տեր, ես հասկացա ինչ ես դու ինձ ասում, դրա համար ես ամեն ինչ անում եմ, որպեսզի այն քո ասածը կարողանամ անել իմ կյանքի մեջ, բայց հասկացանք թե չէ Այդ ամեն ինչը ու ինչքանով ենք մենք հասկանում մենակ այս առակները չէ այլ ամբողջ Աստծո խոսքը ինչքանով մենք ձգտում ենք Տիրոջ ասածի մեջ գտնել մեր կյանքի իմաստը սա շատ կարևոր է իմ սիրելիներ ու դրանից է կախված թե ինչքանով ենք մենք երբ որ գիրք ենք կարդում երբ որ կարոզ ենք լսում ինչքանով մենք Սուրբ Հոգու առաջնորդություն ունենք որովհետև առանց Սուրբ Հոգու առաջնորդության մենք էլի ինչ որ մի բան կհասկանանք բայց այն չէ ինչ որ Աստված է ուզում այլ այն ինչ որ մենք ենք ուզում։ Ու այսօր քանի որ աշխարհի մեծամասնությունը ու առանձնապես երբ որ մենք խոսում ենք քրիստոնյա մեծամասնությունը գտնվում է այսպիսի ոնց որ ասում են այն ողբալի վիճակի մեջ, այսպիսի ցավալի վիճակի մեջ, երբ որ իրանք հավատալով ամենակարող Աստծուն, Հիսուս Քրիստոսին հավատալով իրանք շեղված ու մոլորված վիճակի մեջ են գտնվում, մենք պետք է հասկանանք, որ ինչքանով նշանակալի է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ վիճակի մեջ գտնվենք։ Տերը հարցնում է իր աշակերտներին։ Ու այդ աշակերտները ոչ թե մենակ նրանք էին, ովքեր որ այն ժամանակ Տիրոջ ձայնն էին լսում, այդ աշակերտները նաև մենք ենք։ Մենք բոլորս այսօր ապրելով այս ֆիզիկական կյանքի մեջ, մենք պետք է ունենանք ցանկություն աշակերտելու, Աստծուց սովորելու, ու այս սովորելը չպետք է վերջանա երբեք։ Մենք կարող է ասենք, ես արդեն այն ինչ որ պետք է գիտեմ, բավական է, ես հիմի կարող եմ ապրել, այդպես չի, ոչ մի անգամ մենք չենք կարողանա լրիվ գիտենալ։ Ես համոզված գիտեմ, որ հավիտենականության մեջ էլ մենք էլի սովորելու process-ի մեջ կլինենք, որովհետև Աստծուն ճանաչելու ու Աստծուն գիտենալը այնքան դժվար բան է, որ բավական չի մի կյանք։ Հավիտենականություն է պետք, որ այդ հավիտենականության մեջ մենք Աստծուն ճանաչենք։ Եվ նայեք, հետաքրքիր բան է։ Երբ որ մենք տեսնում ենք, այս մի երկու առակ կներկայացնեմ ձեզի, որպեսզի մի քիչ պատկերացում ունենանք, թե ինչքանով մենք իրականում հասկանում ենք, Մատթեոսի 13-րդ գլխի 24-26 համարում այսպիսի առակ տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որն որոմների հետ էր կախված։ Հասկանալի է, որ մենք բոլորը գիտենք, որ որոմները դրանք մոլախոտեր են, որոնք որ անպիտան բան են։ Եվ երբ որ նրանք հողի մեջ դուրս են գալի, նրանք ոչ միայն անպիտան են, այլ նաև խանգարող հանգամանքներ են։
Որովհետև երբ որ որոնները դուրս են գալի ինչ որ մի հատ պիտանի բանի հետ ինչ որ մի պտուղի հետ են դուրս գալի, նրանք ոչ միայն պետք է նրանց վառել ու վերացնել, այլ նրանք ինքները խանգարում են այն ցորեն տվյալ դեպքում ցորենի մասին է խոսքը, խանգարում են այդ բանը։ Տեսեք, Տերը ինչպես է ասում, Մատթեոս 13 глава 24-26 стихи։ Մի ուրիշ արակ էլ նրանց առաջին դրավ և ասեց. երկնքի արքայությունը նման է մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց, և մարդիկը քնելիս նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմներ ցանեց և գնաց, և երբ որ խոտը բուսավ և պտուղ տվավ, այն ժամանակ որոմներն էլ երևեցան։ Հետաքրքիր է, գիտեք, երբ որ ցանքը գալիս էր ու այդ ցորենը ցանեց Տերը, դե բնական է, իր արտն էր պետք է լավ բան ցաներ, հետո ինքը գնաց քնեց, վերջով եկավ թշնամին ու այդ ցորենի հետ միասին որոմներ ցանեց։ Սկզբից, երբ որ որոմները նոր մեծանում էին ցորենի հետ միասին, նրանց մեջ տարբերություն չկար։ Այ հետաքրքիր է նոր թարգմանության մեջ գրված է, բայց ինձ ավելի է Արարատ թարգմանությունը ավելի մոտիկ, բայց նոր թարգմանության մեջ գրված է, երբ որ ցորենը հասկավորվեց, այ երբ որ ցորենին հասկով լցվեց, այն ժամանակ նրանք տարբերություն ունեցան, բայց այս թարգմանության մեջ ինչի ինձ դուր գալիս, որտեղ գրված է, երբ որ պտուղ տվեց։ Հավատացյալները, որոնք որ գալիս են ու ապաշխարում են, մկրտվում են, նրանք սկզբնական շրջանում իրար նման են։ Հա, նրանք էլի հասկացան, ընդունեցին իրենց մեղավոր վիճակը, ապաշխարեցին, մկրտվեցին Աստծո խոսքի համեմատ եւ սկսեցին եկեղեցի հաճախելը։ Ու կարծես թե ոչ մի տարբերություն չկա, բայց ժամանակ անցնելով, երբ որ սկսում է պտուղներ տալ, երբ որ այդ հավատացյալը ոչ թե ուղղակի եկեղեցի է գալիս, ապաշխարելուց ու մկրտվելուց հետո, այլ նաև պտուղ է սկսում տալ, այն ժամանակ արդեն ջոգնվում է։ Ով է որոմը եւ ով է ցորենը։ Երբ որ չկա պտուղ, մարդը տարիների ընթացքում, գիտեք շատ անգամ երբ որ մենք պտուղի մասին լսում ենք, մենք ասում ենք, հա ես երևի ոչոքին չեմ բերել, դրա համար պտուղ չկա։ Հարցը ոչոքին բերելու վրա չի, կամ քանի հոգու ես բերել։ Հարցը նրանում է դու ինքդ բարի պտուղ ես թե չէ։ Քո կյանքը ինչպեսին է։ Շատ անգամ նորից եմ ասում, երբ որ եկեղեցում ես ինձ լավ եմ ցույց տալի, ամեն ձևով ձգտելով, որպեսզի ոչ մի այնպիսի բան չցույց տամ, որ ես իրականում որոմ եմ, բայց ցորենի տեղ եմ դրել ինձի, ինչքան հեշտ է, գիտեք, շաբաթվա ընթացքում, բազմապատկեք 7:24-ի վրա, ու 2 ժամ կամ 3 ժամ, ինչ դժվար է, որպեսզի մարդը կարողանա զգույշ եղնի։ Գիտեք, ամենացավը ինչ է, որ մեր ցորենի ու որեմ լինելու իսկական նշանակությունը այնտեղ աշխարհումն է երևում։ Այնտեղ, որտեղ որ մենք մեծամասնություն ենք անցկացնում, մեր կյանքի մեծամասնությունը։ Այնտեղ, որտեղ որ մենք շրջապատված ենք անհավատ ու անաստված մարդկանցով։ Այնտեղ է երևում արդեն մեր ցորեն ու որեմ եղնելը։ Այնտեղ է մեր պտղաբերությունը երևում։ Երբ որ մարդիկ տեսնում են մեզի ու ասում են, այս մարդը փոխվել է։ Այս մարդը առաջվա նման չի, այս մարդին այս ինչ եղավ այս մարդու հետ, որ այս սենց ավ ունեն չի։ Երբ որ թե հարևանները, թե ազգականները, թե բարեկամները նայելով մարդուն բացահայտորեն տեսնում են իր փոխված վիճակը, իր վերստին ծնունդը, այն ինչ էլ որ պետք է լինի իսկական ցորենի հետ։ Բայց երբ որ մենք այնտեղ աշխարհի մեջ ապրում ենք այնպես ինչպես որ որոմ մոլախոտ, բայց եկեղեցուն ցորենի տեղ ենք դնում մեզ։ Ուշ թե շուտ իմ սիրելի քույր եղբայրներ, շատ կարևոր է հասկանալու, որ եթե մինչև վերջ ինձ ճանաչեն որպես ցորեն, չնայած որ ես որոմ եմ, կգա ժամանակ, երբ որ այդ մշակները եկան ու ասեցին, Տեր, արի վերցնենք այդ որոմները, պոկենք, որ ցորենին չխանգարի, չէ։ Հիշում եք Տերը ինչ ասեց։ Ասում է, թող երկուսն էլ մնան մեծանան։ Թող երկուսն էլ մնան մեծանան։ Երբ որ կգա ժամանակը, նայեք, էլի տեղն եմ ուզում կարդալ Մատթեոսի 13-րդ գլուխ 29-30 համարները։ Մատթեя 13 глава 29-30 стихи։ Ոչ, միգուցե որոմները քաղելիս ցորենն են նրանց հետ պոկեք։ Թող տվեք ու երկուսը միասին մեծանան, մինչև հունձքը։
Եվ հնձի ժամանակին հնձողներին կասեմ, առաջ որոմները քաղեք եւ նրանց խուրց կապեք այրելու, իսկ ծորենը ժողովեցեք իմ ամբարների մեջ։ Վերջում մենք մի երկու շաբաթ առաջ հունցքի տոն ունենք, մենք հիշեցեցինք այդ բանը, վերջում ամեն ինչ կլինի։ Եթե այսօր ես որոմ եմ, ձևացնում եմ ծորենին ու մարդիկ ինձ որպես ծորեն են ընդունում, գիտեցեք որ կգա վերջը։ Եվ ամենացավը գիտեք ինչ է, այնտեղ վերջի ժամանակ, երբ որ մեզ Աստված կասի դու որոմ էիր, ոչ թե ծորեն, ինչ էլ ուզում ասենք Աստծուն, ով Աստված կներես, խնդրում եմ ների ինձի, ես սխալվում եմ, ոչ մի բան, ոչ մի բան, Աստված չի ասի, հատե որ սխալվում է, դե հիմի խոմ ապաշխարեցիր, դե հիմի ես քեզ կներեմ, չէ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժամանակը կգա, երբ որ մենք այս ֆիզիկական կյանքից կհեռանանք, կամ երբ որ Տերը կգա, ամենացավը գիտեք ինչ է, երբ որ եկեղեցին կհափշտակվի, ու մենք կենթանի կլինենք, ու մենք կտեսնենք, որ մեր քույր եղբայրները հափշտակվել են երկինքից, մենք դուրս ենք մնացել։ Ամենացավը գիտեք ինչ է, որ մենք այդ ժամանակ կարող է պատահի մտածենք, վայ, ասենք, բայց կգա այնպիսի ժամանակ, որ եթե մենք այս խաղաղ ժամանակ, երբ որ ամեն ինչ լավ է, ու մեզ հնարավորություն կա, որպեսզի մենք ծորեն լինենք, եւ ոչ թե ծորեն ձևացնենք, այն ժամանակ, երբ որ ները կսկսի իր իշխանությունը բանացնել, մենք չենք կարողանալ այն ուժը ունենալ, որ կարողանանք դառնալ ծորեն եւ երկինք ժառանգել։ Այսօր շատ կարեւոր է որպեսզի մենք հասկանանք, որ ձևացնելը հնարավոր է որ մարդկանց առաջ անցնի։ Մարդիկ ասեն որ հա ծորեն է, էլի, բայց Աստծո առաջ չի անցնի ոչ։ Աստված արդեն գիտե մեզանից ով ծորեն է, ով որոմ է։ Աստված գիտի ու մենք էլ պետք է գիտենանք։ Ես համոզված եմ, որ ամեն մեկս գիտենք ինչ ենք մեզ այդ ներկայացնում եւ դրա համար զգուշ եղնենք, որ կարողանանք ճիշտ վիճակի մեջ գտնվել։ Աստծո այդ խաղ հաղանել չի կարելի։ Եբրայեցուց ծրտի հեղինակը ասում է, սարսափելի է Աստծո ձեռքին ընկնել։ Աստված այդքան ողորմած Աստված, որ սիրեց մեզի ու մեզ համար իր միածին որդուն տվեց, Եբրայեցուց ծրտի հեղինակը ասում է, սարսափելի է Աստծո ձեռքին ընկնելը։ Եթե մենք ձևացնում ենք, ապրում ենք այս կյանքի մեջ, մեզ համար մենակ հոգևոր կյանքը 2 ժամ է շաբաթվա ընթացքում, հետո ինչ կլինի, ես նորից եմ ասում, զգուշ եղնենք մեր կյանքի մեջ։ Երկրորդ կարևոր բանը, որն որ այստեղ առակը, ես 2 առակ մենակ կասեմ, այնտեղ 7-ն է, 2 առակ կասեմ, որպեսզի մենք ամեն մեկս հասկանանք։ Մատթեոս 13-րդ գլխի 47-50 համարներն է։ Матфея 13 глава, 47-50 стихи։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Դարձյալ նման է երկնքի արքայությունը ծովը գցած ուրկանի, որ ամեն տեսակի ժողովում է, որ երբ որ լցվեցավ ցամաքը հանեցին ու նրա նստեցին լավերը ժողովեցին ամանների մեջ եւ ամպիտանները դուրս գցեցին, այնպես կլինի աշխարհի վերջում։ Հրեշտակները դուրս կգան եւ կջոգեն չարերը արդարների միջից եւ կգցեն նրանց կրակի փրան մեջ, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտելու։ Նայեք, սա Աստծո խոսքն է ասում։ Ու մենք ուղղակի այս խոսքը ներկայացնելով մենք մտածում ենք մի կարևոր բան։ Ինչ է նշանակում ուրկան։ Նևադ ռուսերեն ասում են։ Դու գիտեք, որ ձկնոցները փոքր ցանցեր ունեն, սետկեք ունեն, որով շատ անգամ բռնում են։ Այդ փոքր ցանցերը կարող է պատահի մի 2-3 մետրանոց, 4 մետրանոց, 5 մետրանոց եղնի։ Չգիտեմ, ով ձկնոցությամբ է զբաղվում, ինքը լավ գիտե, նա փոքր տեղի համար է, բայց ուրկանը այնքան մեծ ցանց է, որ նրա երկարությունը շատ անգամ մոտ 1 կիլոմետր է եղնում։ Պատկերացրեք, մի ցանց, որն որ 1 կիլոմետր երկարություն է։ Ու ինչ էին անում մարդիկ, նավից կապում էին, տանում էին դեպի խորքը, շատ խորքը, ու հետո թելով քաշում դուրս էին բերում։ Ու այդ տարածությունը, ինչ որ այդ ցանցը ուներ, այդ տարածության մեջ ինչ էլ կար, ձկներ, ծովի ուրիշ բաներ, այն մամուրներ, ծովախոտեր, ամեն ինչը հետը քաշ տալի դուրս էին բերում։ Այսօր
21-րդ դարում այդ ամեն ինչը տեխնիկեն է կատարում մի հատ նավ է մեծ ու մեծ ցանցա գցում են հետո հատուկ բանով քաշուն դուրս են բերում ու այդ ավտոմատ ձևով ամեն ինչ ջոգնվում է լավ ձկները գնում է դեպի նոր ուտելիքը իսկ մնացածը դեն են նետում բայց առաջ գիտեք ինչ են անում մարդիկ ձերքով են քաշում պատկերացրեք մի քանի տասնյակ մարդիկ այդ ահարելի մեծ ցանցը քաշում էին դուրս էին բերում ծանդր մեջի ինչ ասես կա դուրս էին բերում ու ձերքով են ջոգում ձերքով լավ ձկերը դարսում են մի կողմը որպեսզի նրանք սնունդի կամ ծախելու համար լինի իսկ մնացածը դեն էին նետում որպես աղբ ես երբ որ մտածում եմ որ ես կարող եմ աղբ լինել ինձ համար սարսափելի բան է, գիտեք, այսինքն մի տեսակ ոնց որ ասում են այն մրջուններն է վազվզում մարդու մարմնի մեջը, երբ որ ինձ որպես աղբ դեն գցեն։ Ես ոնց պետք է մտածեմ այդ բանի մասին, որ ես վերջի վերջով, գիտեք, նայեք հետաքրքիր բան է։ Ես ինչի եմ ասում որ դա շատ մեծ ցանց է ու ամեն ինչ վերցնում է։ Այս կյանքի մեջ ամեն ինչ կհավաքվի։ Լավն էլ, վատն էլ, անհավատն էլ, հավատացյանն էլ, ամեն ինչ կհավաքվի։ Հրեշտակները արդեն գիտեն ով է արդարը, ով է չարը։ Հրեշտակները գիտեն, թե ում պետք է ջոգեն ու դնեն մի կողմը ու ում պետք է այրելու համար պատրաստեն։ Ամենացավը գիտեք ինչ է, որ այն մարդը, որն որ ձևացնում է ինքն էլ լավ գիտա, որ ինքը այն անպետք ձուկն է, որին պետք է դեն գցել։ Իմ սիրելիներ, մտածենք դրա մասին։ Գիտեք, երբ որ մենք հասկանում ենք, որ հավիտենականություն գոյություն ունի, այդ հավիտենականություն միայն այն Եհովայի վկաների, այդպես կոչված Եհովայի վկաների կամ ադվենտիստների նման առարկում են դժոխք ու ասում են չկա դժոխք։ Մարդը կարող է պատահի ինչ որ փոքր ժամանակ տանջվի ու վերջ կվերանա սուտ է։ Ստեղ գրված է այնտեղ կլինի լացի վատանների կրճտելը։ Նայեք, միտեղ եմ ուզում կարդալ Մատթեոսի 25-րդ գլխի 32-33 համարները։ Այստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսը արդեն մեկ ուրիշ ձևով է ներկայացնում այս ամենը մեզ հնարավորություն տալով հասկանալով։ Մատվեյ 25 глава 31-33 стихի։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Եվ ամեն ազգեր կժողովի նրա աչքը, եւ նա նրանց կբաժանե իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարները այծերից։ Եվ ոչխարներին իր աջ կողմը կանգնեցնի, իսկ այծերին ձախ կողմը։ Ու դուք գիտեք այնտեղ հետո ինչ է կատարվում, երբ որ ասում է ես հիվանդ էի, նեղության մեջ էի, բանտում էի, եկաք ինձ այցելեցիք, մյուսներին ասեցին չայցելեցիք, ու վերջում ասում է, եւ սրանք այծերի մասին, սրանք կգնան հավիտենական կորուստը, իսկ նրանք ոչխարների մասին կգնան հավիտենական կյանք։ Այնտեղ այդ ջոգողության ժամանակ, երբ որ Աստված մի կողմ կկայացնի ոչխարներին, մյուս կողմ այծերին, այնքան այծեր կեղնեն, որոնք որ իրենց ոչխարի տեղ են դրել։ Ապրում են, գոյատևում են, եկեղեցի են գալի, ես Աստծո գառն եմ, ոչխարն եմ։ Բայց այնտեղ, երբ որ կգա ժամանակ ու Աստված կջոգի, ինքը Տերը կջոգի, որն որ գիտե բոլորիս, ով ինչ ենք մեզ այս ներկայացնում, այնտեղ մենք Աստված չանի, որ ձախ կողմ անգնենք, այնտեղ որտեղ այծերն են, որտեղ որ հավիտենական կորուստ է։ Երբ որ մենք կանգնենք այծերի կարգավիճակի մեջ, երևի որոշ մարդիկ կմտածեն, դե Տերը ողորմած է, չէ, ես ներողություն կխնդրեմ ու Տերը անպայման կների, չէ որ Տերը ներող Տեր է, անշուշտ Տերը ներող Տեր է, բայց մինչև մենք դեռ կենթանի ենք ու մինչև դեռ մենք ֆիզիկական մարմնի մեջ գտնելով հնարավորություն ունենք մեր կյանքը փոխելու։ Այնտեղ երկնքի արքայության մեջ արդեն այդ ողորմությունը կդադարի։ Միայն դատ։ Նայեք, որպեսզի մենք հաստատ գիտենանք ճիշտ այտենց է թե չէ, Եբրայեցուց 9-րդ գլխի 27 համարը ինչ է ասում։ Եվրեям 9 глава 27 стих։ Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանից հետո դատաստան, մեկ անգամ մեռնել ու վերջ, դատաստանը գալիս է։ Նրանց համար ովքեր որ մատների արանքով են նայում այսօրվա իրենց հոգևոր վիճակը։ Ովքեր որ Աստծո համար այն երանդը չունեն, Աստծո գործի համար երանդը չունեն, ովքեր որ իրանք ձևացնում են ցորեն կամ ոչխար, բայց իրականում իրանք որոմ կամ այծեր են։
Ովքեր որ լավ ձգի տեղ են դնում իրանց, բայց իրանք են մանր ձգեր են, որոնք որ պետք է դեն գցել։ Մի հատ օրինակ էլ կպետք բերեմ, Աստծո խոսքի չի այլ կյանքից, դե իմ աղջիկս դու գիտեք որ կախետում էր նշանված, ունդեղ ես շուշուտ որ գնում էի, այդ կախետի այդ շրջանում ձմերուկի մեծ արտեր կար։ Ու այդ արտերի մեջ ձմերուկներ էին մեծանում, տարբեր չափերի, կային 20 կիլոից ավել, կային փոքրեր, 5 կիլո, 6 կիլո, բոլորն էր ուտելու պիտանի էին։ Եվ նրանք ջոգում էին, լավերը առանձին էին դնում, այդ միջինները մի կողմն էին դնում, ու շատ անգամ եղնում էր, որ 5-6 կիլոանոց ձմերուկները ընդհանրապես արտիտերը թողնում էր ու գնում էր։ Ու հետո գալիս են ուրիշները ու հավաքում էին, դրանք տանում ծախում էին։ Էդի հետ մի բան տեսա այնտեղ, որն որ հետաքրքիր էր ինձ համար, ձմերուկներ կային, որն որ ուրիշ ձմերուկներից ոչինչ չեն տարբերվում, բացի իրանք չափերից։ Այդ ձմերուկները իմ ձեռքի մեջ տեղավորում են։ Պատկերացեք ձմերուկ որ իմ ձեռքի մեջ տեղավորում։ Այնքան փոքր ձմերուկներ են։ Եվ ես մոտիկացա այդ արտի տիրոջը ասեցի, այդ ձմերուկները որ թողնակ կմեծանան թե չի, ասում է չի, արդեն չեն մեծանա։ Իրանք ժամանակը անցել է, իրանք պետք է ընդունեին, մեծանային, չմեծացան։ Բա ինչ է կանում այդ ձմերուկները։ Խոզերին ենք տալի ասում։ Խոզերին։ Պատկերացրեք, այն մարդը ցանելը նույն սերունա ցանել։ Ոնց որ մենք լսում ենք Աստծո խոսքը, նույն սերունա, չէ՞, նույն արտի մեջը ինքը ոչ մի ձմերուկին առավելություն չի տվել։ Ոնց որ հիմի քարոզվելու ժամանակ ես բոլորին միասին ենք, ինձ էլ ու ձեզ էլ ես խոսքը ասում եմ։ Ոչ ոքին առանձնահատուկ խոսք չեմ ասում, ամենքին հավասարապես։ Այն արտիտերը ամենքին տվել են, մշակները ամենքին տվել են նույն հյութը։ Մեկը մեծացավ, մյուսը մնաց փոքր։ Մեկը պիտանի եղավ ուտելու համար, մյուսը անպիտան էր ուտելու համար։ Կտրեք այդ ձմերուկը вообще պիտանի չի ուտելու համար։ Նորից եմ ասում միայն խոզերի փայ։ Սա իրականություն է, եւ մենք պետք է հասկանանք, որ երբ որ մենք ապրում ենք այս կյանքի մեջ, մեզ տրված է մեզի։ Մենք ընտրված ենք դա Աստվածանը, դուք պատկերացրեք այսօր ինչքան մարդիկ են ապրում, որ ընտրված չեն։ Իսկ մենք ընտրված ենք, որ այս խոսքը լսենք ու քննենք մեր անձը։ Մենք ընտրված ենք, որպեսզի մենք հույս ունենանք, որ հավիտենական կյանք ունենք։ Եվ մենք գնում ենք Աստծո առաջ եւ Աստված ասում է, այդ հույսը իզուր տեղն է։ Դա իզուր հույս է, որովհետեւ դու ցորեն չէիր, դու որոմ էիր, դու ոչխար չէիր, դու այծ էիր։ Դու այն մեծ ձուկը չէիր, դու այն մանր ձուկն էր, որը պիտանի չի ուտելու, տեն գցելու պիտանի։ Մտածենք դրա մասին, որպեսզի մենք կարողանանք, երբ որ Տերը ասեց, իմացաք այս ամենը, ու մենք ասենք այո, մենք այդ այոյի համար պատասխան պետք է տանք Աստծո առաջ։ Եթե իմացանք, չիմացանք, բայց Տիրոջը խաբեցինք, ասենք իմացանք։ Իմացաք, հույսով եմ որ իմացանք։ Հիմա երկրորդ կարևոր բանը, երբ որ մենք հասկացանք, կիրառում ենք մեր կյանքի մեջ թե չէ, հասկացանք, որ գոյություն ունեն որոմներ, գոյություն ունեն ցորենը, գոյություն ունեն ոչխարներ, գոյություն ունեն այծերը, գոյություն ունեն մեծ ձկներ, որոնք պիտանի են, գոյություն ունեն փոքր ձկները։ Բայց հիմի մեր կյանքն է արդեն կանգնած ենք եւ Տերը տվել է մեզ կյանքը, նայեք Մատթեոսի 13-րդ գլուխ 52 համարը։ Մատթեոս 13 глава 52 стих։ Նա էլ ասեց նրանց. Սրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությունն է աշակերտել, նման է տանտեր մարդուն, որ հանում է իր գանձերիցը նորը եւ հին բաները։ Ուզում եք մի հատ կարճ ասեմ ու ասեմ, всё, վերջացանք, արի աղոթ կանենք։ Ինչ է ուզում Տերոջը ասել։ Հասկացաք, հիմա գնացեք ու արեք ոնց որ հասկացաք։ Եթե ճիշտ հասկացաք, ճիշտ կյանքով կապրեք, երկինք կժառանգեք։ Եթե չէ, դուրս կմնաք։ Բայց ես չեմ ուզում այդպես կարճ ասել ու վերջացնել, որպեսզի մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում ընդհանրապես, ինչի է Տերը օրինակ բերում դպիրը։ Չէ որ այն ժամանակ մենք երբ որ կարդում ենք փարիսեցիներ, օրինականներ, դպիրներ, նրանք բացասական մարդիկ էին այն ժամանակ։ Տերը դպիր է բերում, ինչի համար է դպիրը բերում, ինչն է Տիրոջ նպատակը, որ դպիր ինչ է նշանակում դպիր։ Գիտեք, երբ որ հասկանանք ինչ է նշանակում դպիր, ավելի հասկանալի կլինի, որովհետև հունական թարգմանության մեջ, չէ որ այս ամեն ինչը հունականից է թարգմանած հունական թարգմանության մեջ դպիր նշանակում է գրամատեոս։
հասկանալի է, չէ, ռուսերեն սաղ հասկանում ենք գրամատիա ինչ է նշանակում։ Այսինքն գրագետ մեկը։ Սա ինչ է նշանակում, որ Տերը երբ որ ներկայացնում էր ճշմարտությունը, ինքը ներկայացնում էր ոչ թե տգետներին, այլ նրանք ովքեր որ գիտեին Աստծո խոսքը։ Այսա շատ կարևոր է, գիտեք, ու այսօր երբ որ մենք այստեղ հավաքվել ենք, ու մենք բոլորս էլ այստեղ կարող է պատահի մեկը մկրտված չի, բայց միևնույն է, լսել է Աստծո խոսքը, գիտե որոշ բաներ, Աստված երբ որ ներկայացնում է այս ճշմարտությունը, ինքը ներկայացնում է գիտուններին եւ ոչ թե տգետներին։ Գիտես, դու գիտես, լսել ես, շատ անգամ կարդացել ես, շատ անգամ քո կյանքի մեջ կիրառել ես այդ բաները, հիմա ես քեզ ներկայացնում եմ ասելով, որ դու որպես դպիր, որպես գրամատեոս, որպես գրագետ մեկը դու լսում ես այս բանը ու գիտես ինչ եմ ուզում ասել ես քեզի։ Շատ կարևոր է իմ սիրելիներ, որ մենք կարողանանք հասկանանք, որ երբ որ Տերը մեզ հետ խոսում է, ինքը մեզ բանի տեղ է դնում, մեզ գրագետի տեղ է դնում, մեզ չի դնում տգետի տեղը։ Ինքը հասկանում է, որ մենք գիտենք ու դրա համար գիտենալով հանդերձ մեզ ներկայացնում է այս ճշմարտությունը, որ մենք ավելի շատ գիտենանք ու ավելի զգույշ եղնենք այս կյանքի մեջ ու կարողանանք հասկանալի դարձնել մեզ այն, ինչը որ շատ մարդկանց համար անհասկանալի է։ Տգետների համար անհասկանալի է, մենք տգետ չենք, մենք գրագետ ենք, մենք գիտենք ինչ է Աստված ուզում։ Եվ եթե գիտենք, ուրեմն առաջի հերթին երանելի ենք եւ երկրորդ հերթին մեր այդ երանելությունը բերում է պատասխանատվություն։ Պատասխանատվություն։ Ումին քիչ տրվեցավ, քիչ էլ կծեց ուտի, հիշում եք, չէ՞։ Ումին շատ տրվեցավ, շատ ծեց կուտի։ Ուտը Աստված չանի, որ մենք այդ բանի մեջ ծեծուտողներ եղնենք, որովհետեւ Աստված ողորմած է, բայց ինքը ծեծել գիտե, ու մենք մեր կյանքի մեջ շատ անգամ տեսել ենք։ Ինչ է նշանակում տանտեր։ Հասկանալի է, որ Աստված երբ որ դպիրի բանը ասում, նման է դպիրը, նման է տանտիրոջը։ Էլի թարգմանությունը, մենակ թարգմանությունը չէ, այլ այն ժամանակվա մշակույթի հետ է կախված, որովհետև Տերը խոսում էր այն ժամանակվա մարդկանց հետ։ Մեզ համար մի քիչ դժվար է հասկանալը, բայց այն ժամանակ տանտերը մեծ նշանակություն ուներ։ Ոչ թե միայն այն բանը, որ ինքը տերն էր, այդ տվյալ տանտերն էր, այլ նաև ինքը տանտեր էր պատասխանատվության մեջ, որ եթե ես տանտեր եմ, ուրեմն ես այդ տան մեջ նշանակություն ունեցող մարդ եմ եւ ես պետք է այդ տան միջի գտնվող մարդկանց կերակրեմ, ուտացնեմ, խմացնեմ, հագցնեմ ու ամեն ինչ անեմ։ Դա իմ պատասխանատվությունն է։ Ու երբ որ դու արդեն գրագետ լինելով, դպիր լինելով, դու հասկացար, թե ինչ էր Տերը ասում քեզի, հիմա դու որպես տանտեր դու պետք է ամեն ինչ անես, որպեսզի քո շուրջը գտնվող այն եկեղեցին, որտեղ որ դու ծառայության մեջ ես գտնվում, այն տեղը, որտեղ որ դու ապրում ես, հարևանության, բարեկամության, ամենտեղ դու պետք է լինես ինչպես գրագետ, անգրագետներին ներկայացնելու ճշմարտությունը։ Հարցը նրան չի, որ նրանք գրել կարդալ չգիտեն, նրանք չգիտեն ճշմարտությունը։ Ու դու որպես դպիր, դու պետք է ամեն ձևով ձգտես այն ինչ որ հասկացար, ոչ թե կիրառես միայն քո կյանքի մեջ, այլ նաև 10 ուրիշներին։ Պողոս Արաքյալը, դուք գիտեք, մեր սիրելի Պողոս Արաքյալը, որոնց շատ ջանք էր տապում, եկեղեցիներ հաստատելու ու հետո էլ այդ եկեղեցիների համար հոգ ստանելու, միտեղ եմ ուզում կարդալ, չնայած շատ տեղեր կա գրված, ժամանակի պատճառով չեմ ուզում ամեն ինչ կարդալ, բայց միտեղ կարդամ, նայեք ինչ է ասում Առաջի Կորինթացոց 3-րդ գլխի 9-ից 10 համարները։ Պողոս Արաքյալը այս Կորինթոս եկեղեցին, որոնց ինքն էր Աստծո հոգով ինքն էր հաստատել, եկավ ու մարդկանց այսպիսի խոսքեր է ասում։ 1 Коринфянам 3 глава 9-10 стихи։ Որտեղ մենք Աստծո գործակիցներ ենք, դուք Աստծո մշակությունը, Աստծո շինությունը շինվածք եք, Աստծո շնորհքի չափը, որ ինձ տրված է, իմաստուն ճարտարապետի պես հիմք դրի, բայց ուրիշ շինում է, միայն թե ամեն մեկը մտիկ տա, թե ինչպես է շինում։ Նա հետաքրքիր է, Պողոս Արաքյալը ինչ ջանք է անում, ես հաստատեցի, հիմա ոնց ուզում եք ապրեք, ոնց ուզում եք գործեք, չէ, ինքը ասում է, որ ես ամեն ինչ անրեցի, միտեղ գրված է, չէ, ես ջուր լցրեցի, Ապողոսը, ես ցանեցի, Ապողոսը ջուր լցրեց, Աստված է,
մեծացնող։ Բայց այստեղ մի կարևոր խոսք կա, որ ասում է ամեն մեկը նայի թե ինչպես է շինում։ Իմ սիրելիներ, երբ որ քեզ ներկայացնում է ճշմարտությունը, երբ որ դու հասկանում ես ճշմարտությունը, դրանից հետո արդեն դու պատասխանատվության մեջ ես գտնում։ Դու արդեն գնում ես, կապ չունի դու քարոզիչ ես թե չես, դու եկեղեցի ես հիմնել թե չէ, դու արդեն այն մարդն ես, այն դպիրն ես, որն որ պետք է արդեն գործես։ Տես ոնց ես շինում։ Եթե քո շինվածքի մեջ կա այն հումքը, որն որ իրականում մնայուն է, ոսկի արծաթ թանկարժեք քար, երանելի ես, որովհետև ճիշտ ճանապարհի վրա ես, որովհետև հասկացար Տիրոջ առակների իմաստը։ Եթե դու վերցրել ես խոտ, եղեգն, փայտ, եղեգն, չորացած խոտ, չես հասկացել Աստծո խոսքը։ Ու գիտեցի որ վերջում կվառվի ամեն ինչ, ինչ որ դու անում ես։ Հնարավոր է փրկվես, գրված է ասում, կարող է փրկվես, բայց հնարավոր է որ չէ։ Դրա համար մտածենք դրա մասին։ Ու վերջում հին ու նորը գանձ, գիտեք, հավատացյալ մարդու համար գոյություն ունի ամենամեծ գանձը։ Դա ոչ դոլարներն են, ոչ լարերն են, ոչ ոսկին է, ոչ արծաթն է, դա այս ճշմարիտ խոսքն է։ Սա է։ Ամենամեծ գանձը, որն որ գոյություն ունի հավատացյալ մարդու համար, սա է։ Ու այն դպիրը, որն որ տանտերը, ինքը այստեղից է հանում նորն ու հինը։ Նորից եմ ասում, նորն ու հինը, որովհետև այս գանձը երկու մասից է բաժանված, հին կտակարան և նոր կտակարան, ու բոլոր ինչ էլ որ գրված է այս խոսքի մեջը, ամեն ինչ հինին էլ նորին էլ մեր շինության համար է գրված։ Հիշում եք, երբ որ Պողոս Արաքյալը գրում էր Տիմոթեոսին նամակը, երկրորդ նամակը, ինքը նայեք ինչ է ասում այդ Տիմոթեոսին այդ նամակի մեջը։ Երկրորդ Տիմոթեոս 3 գլուխ 16-17 համարները։ Второе Тимофея, 3 глава, 16-17 стихи։ Ուշադիր լսեցեք։ Ամեն գիրք, ինչ որ կա, այն ժամանակ ինչ որ կար, Աստվածաշունչ են եւ օգտակար վարդապետության եւ հանդիմանության եւ ուղղելու եւ արդարության խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված։ Հետաքրքիր է, երբ որ Պողոս Արաքյալը գրում էր, այն ժամանակ նոր կտակարանը գրված էր թե չէ։ Չկար։ Բերանացի էին իրար բանը ներկայացնում նոր կտակարանը։ Ամեն գիրքը սա հին ուխտն է։ Ուրեմն հին ուխտն էլ մեզ համար շատ կարևոր է։ Ու իսկական տանտերը իր գանձիցը հանում է հինից էլ նորից էլ։ Իր գանձիցը հանում է հին։ Եթե ես չգիտեմ Աստծո խոսքը, եթե չեմ ուսումնասիրում, եթե ես նա իմաստը չեմ հասկանում, ու ինձ համար հին ուխտը միայն հրեաների համար է, եւ ոչ թե ինձ համար, նոր ուխտն էլ ես ինչ որ կուզեմ կհասկանամ, ինչ որ չեմ ուզենա, չեմ հասկանա, ինչպես եմ ես ինձ ցորենի, ոչխարի կամ թե չէ մեծ ձկան տեղ դնում։ Ես ախր որում եմ, այց եմ եւ այն ամպետ ձկները, որոնք պիտանի չեն։ Դրա համար Էլի մի անգամ եմ ուզում հիշեցնել, կոչ եմ անում, իմ սիրելիներ, Աստվածաշունչը մենակ քարոզիչների համար չի, որ նրանք հասկանան ու հետո էլ ուրիշներին ներկայացնել ճշմարտություն։ Աստվածաշունչը բոլորիս համար է, որպեսզի մենք կարողանանք ինչպես գրագետ մարդիկ այն անհավատ մարդկանց մեջ ներկայացնել ճշմարտությունը եւ ներկայացնել այնպես ինչպես որ Աստված է ուզում եւ ոչ թե այնպես ինչպես որ մարդն է հասկանում։ Դրա համար պետք է անպայման, որ նախ եւ առաջ մենք ուսումնասիրենք Աստծո խոսքը, Աստծո խոսքը լինի մեզ համար ամեն օրվա հաց եւ ոչ թե տոնական կարկանդակ։ Երկրորդը մեզ համար պետք է Աստծո խոսքը հին ու նորը լինի այն գանձը, այն գանձատեղը, որտեղից մենք կարող ենք մի անգամ հանել այն ինչ որ պետք է, ինչպես տանտերը ունի պահած բաներ, եւ երբ որ պետք է եղնում ինչ որ մի բան, հանում է անդեղից ու տալիս է իր հարազատներին, ասում է կերեք, խմեք, ռանգի եկեք։ Այնպես էլ մենք պետք է այդպես լինենք, ու մենք գիտենանք որտեղից հանենք, որ կարողանանք ճիշտ մատակարարել ճշմարտությունը եւ հասկանալով ճշմարտությունը ուրիշներին էլ հասկացնել ու կարողանանք այն ուրախությունը ունենալ, որը հավիտենական կյանքի հետ է կախված։ Տերը օրհնի բոլորիս, թող միշտ հարավորվի հիմա եւ հավիտյանս հավիտինից Ամին։